եւ սա իրենց վարքագծի վերասոցիալականացման դրական դինամիկայի արձանագրումն է։ Այսինքն մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ ճիշտ փորձենք փաստագրել այն իրողությունը, որը ակա է։ Այսինքն այդ զեկույցների որակի բարձրացման, դատապարտանների հետ անհատական աշխատանքի կազմակերպման արդյունքում փորձում ենք այնպես անել, որ ցմահ դատապարտանները ավելի ճկուն մեխանիզմով տեղափոխվեն ավելի ցածր անվտանգության։ Տիկին Գայլյան, աղմկահարույց ծեծկրտուքից գրեթե 2 շաբաթ անց նոր դուք գնացիք ցմահ-դատապարտյալներին տեսնելու։ Իրենք որակել էին հենց կալանավայրից, ձեր այս քայլը կեղծ մարդասիրություն։ Ինչու հենց անմիջապես ծեծի օրերին չգնացիք հասկանալ, ինչ էին արել տղաների հետ, ինչն էր եղել։ Գնացել հասկանալի։ Հա գնացել եք հանդիպման, իրենք ասում էին այդ օրերին այդքան։ Ես այդպիսի երանգ այն գործողությանը, որը կատարվել է, երբևէ չեմ տվել եւ չեմ տա, որովհետեւ դա չի պատասխան իրականությանը։ Դա ընդհանրապես միջոցառում է եղել միտված ճնշելու անձանց ոչ իրավաչափ վարքագիծը եւ ես կրկնում եմ, ոչ իրավաչափ վարքագծի հակազդման մեխանիզմները սահմանված են օրենքով։ Ինչ եղավ ծառայողական քննությունը։ Եվ մենք ընթացքի մեջ ենք։ Չկան դեռ պատժվածներ։ Եվ մենք նույն Արգելի լրագրողներ, ձեզ հետ շփում ուղղակի անհնար է դառնում։ Խնդրում եմ ձեզ, շատ լավն է, բոլորին սիրում եմ, բայց թողեք խոսենք, բոլորին թողեք խոսել, որովհետև մարդիկ գալիս է ցանկանում են շփվել ձեր եւ հարության հետ։ Ես գնացել էի քրեակատավական հիմնարկ հանդիպելու ցմահ դատապարտյալներին, որպեսզի հասկանամ առհասարակ ինչ խնդիրներ ունեն ցմահ դատապարտյալները։ Ծեծեցի նոր գնացիք, Տիկին Գայլյան, սա է խնդիրը, ուզում եմ ճիշտ հասկանալ։ Հիմա դուք հարցը բացացնում եք, բայց ես եմ ասում չծեծեցին, եկեք սա բանավեճի վերածենք։ Ոչ մեկին չի ծեծել։ Դուք բացառում եք կամ ավելի ճիշտ հստակեցնում եք, որ առաջիկայում ցմաների հետ կապված արդեն վաղաժամկետ հիմքով ազատվողներ կլինեն, եւ ոչ որովհետեւ 18 թվականից ես վստահեցնել չեմ կարող, որովհետեւ դրա մանդատը չունեն։ Աջից պայմանական վաղակետ ազատելու հարցի լուծողը միայն դատարանն է։ Եւ մեր խնդիրը միայն զեկույցների մշակումն է, եւ այդ մշակումը ինքնուրույն գործընթաց չէ այնքանով, որ կախված է հենց դատապարտյալի վարքագծից։ Այսինքն մեր խնդիրը պայմաններ ստեղծելն է վերասոցիալականացման, ինչի շուրջ մենք ակտիվ աշխատում ենք, եւ ֆիքսելն է վարքագծով դրական դինամիկա, ինչի շուրջ եւս աշխատում ենք, բայց արդյոք դատարանները պայմանական վաղաժամկետ կազատեն դատապարտյալների պատժի կրումից, ես այդ հարցին երբևէ պատասխանել չեմ կարող։